Հասկանալի է, շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևողներ, կզրուցենք նաև Դավիթ Ֆիդանյանի հետ, Anti-Fake կայքի աշխատակից։ Դավիթ, նախորդին փաստաբանից տեղեկացանք Սամսոնյանի առողջական վիճակի մասին, թե ոչ մանրամասնորեն, ամեն դեպքում տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ապա հետ էին տարել քրեակատարողական հիմնարկ, հիմա ինչ վիճակում է 11-րդ օր հացադուլն է։ Շնորհակալ եմ հարցի համար, այո, երեք տեղեկություն տարածվեց, որ քաղաքական բանտարկյալ ներկայումս անժամկետ հացադուլի մեջ գտնող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատացել է եւ նրան տեղափոխել էին Էջմիածին բժշկական կենտրոն, Փառք Աստծո, այնինչ կասկածում էին, այդ չէր հաստատվել, սրտի հետ կապված խնդիրները, այնուամենայնիվ պետք է փաստել հետևյալը, Նարեկ Սամսոնյանը արդեն 11-րդ օրն է գտնվում է անժամկետ հացադուլի մեջ եւ բնականաբար առաջանալու են որոշակի առողջական խնդիրներ, որովհետեւ բոլորս պատկերացնում ենք, թե ինչ բան է հացադուլ ասվածը եւ ինչպիսի կործանարար հետևանքներ կարող է ունենալ այն քաղաքացու առողջության վրա եւ այս համատեքստում երեկվա իրադարձությունները որքան էլ որ բնականաբար ցավալի էին, այնուամենայնիվ անսպասելի չէին եւ նորից եմ շեշտում այս համատեքստում Նարեկ Սամսոնյանի անժամկետ հացադուլի պահանջը իրեն անհապաղ ազատ արձակելն է եւ որքան ձգձգվում է այս գործընթացը, այնքան ավելի են շատանում ռիսկերը կապված իր առողջության հետ եւ ողջ պատասխանատվությունը կրում են պատկան մարմինները եւ իշխանությունը այս հարցում։ ՄԻՊ-ի առջև մենք այսօր իրականացրեցինք բողոքի ակցիա, խորհրդանշական նաև ակցիա, մենք այդտեղ շարունակենք իրենց հիմնական ասելիքը կայանում էր նրանում, որ սխալ է տպավորությունը, թե իբրև ՄԻՊ-ը չի զբաղվում գործերով եւ հանրային ընկալումներում կա որոշակի թյուրըմբռնում։ Մենք փաստեցինք, որ քաղաքացիները կամ սովորական մարդիկ անդադ հարցնում են, թե ՄԻՊ-ը ինչու չի զբաղվում այս կամ այն հարցով, որովհետեւ չկա հրապարակայնություն այդ համատեքստում եւ եթե իրենք գտնում են, որ սխալ է հանրային ընկալումը, որ թե քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի եւ թե այլ հարցերով ՄԻՊ-ը չի դրսևորում որոշակի գործողություններ, ապա դա նրանից է, որ իրենք հրապարակային տիրույթում ստեղծան չեն գործում։ Այսինքն աշխատանք տարվում է, բայց չեն ներկայացնում։ Դուք զգացել եք այդ աշխատանքը, դուք որպես թիմակից Սամսոնյանի նկատել եք, որքանով եք նկատել։ Այս բան դա նկատելի չէ, իրենք նշեցին, որ որոշակի գործառույթներ իրականացրել են եւ հարցը մտնում է իրենց անմիջական ուշադրության կենտրոնում, բայց դա այս բան դեռևս դրսևորում չի ունեցել։ Հասկանալի է, շնորհակալություն։ Համեցեք, ասեք։